արձագանքում եք ինքամը։ Բայց բացահայտվել էր, չէ՞ դեպքը։ Թե անտեսում Պարոն Պողոսյան, որոշակի գործողությունները որոնք են 2 տարի անցել։ Ես ձեզ կոնկրետ օրինակ եմ բերում։ Ասում եմ մարդը գտնվում է հետախուզման մեջ, դիմել է, որ իր հետախուզումը հանեն, գա ցուցմունքները տա, բայց դուք այսօր ու վաղ եք անում պատկան մարմինները։ Դուք գիտեք ինչ եք անելու այդ իրեղենապացույցը։ Արտահանել կտակ հանրության հետ։ Ժամկետը ավարտվելու է, գործը կարճվելու է, այդ պարկերի մեջ ալյուր եք լցնելու, մի հատ Instagram-ի համար այրման սիրելի, այրելու գեղեցիկ ռիլեքս ստանալու եւ այդ ամեն ինչը դրանով փակվելու, գնալու է եւ որևէ մեկը չի իմանալու ինչ ա եղել։ Պարոն Պողոսյան, ես ձեզ որ հրաժարականի մասին էի հարցնում, դա ռետորական էր։ Դուք հրաժարական եք տալու այն օրը, երբ որ ձեր հեռախոսին SMS ստանաք։ Դա ռետորական էր։ Հաջորդը հանցագործության մասով։ Ես անկեղծ եմ ասում, բայց չգիտեի, որ նախագահողի իրավունքով էլի, քանի որ հրապարակային տվեցիք, էլի, անձի մասն է խոսեցիք, անունը չտվեցիք, գուցե անունն է, դա գուցե քննչական չէ, բայց մենք էլ իրավունք ունենք իմանալու հանրությունն էլ, էլի։ Ես հիշում եմ, դուք լրագրող ժամանակ զանգում եք, ասում եք հանրությունն էլ իրավունք ունի։ Նախաքննական գաղտնիք է, ինչպես պարոն Պողոսյանն է հուշում։ Չեք ասի, հանցագործության մասով։ Ես անկեղծ եմ ասում, չգիտեմ, այս դալիճում որևէ մեկը կփաստի, որ փաստորեն հանցագործության մասին հաղորդում տալը ձեր ձևակերպումներով ստացվում է, որ հանցագործության բացահայտում է։ Խոնարհվում ենք ձեր առաջ, պարոն Պողոսյան, որ հաղորդում եք տվել։ Խոնարհվում ենք ձեր առաջ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ հաղորդում եք տվել։ Հիմա, որ այդքան լավ բացահայտող եք, բայց ձեր քննիչներին անգամ Հոլիվուդի սցենարիստները նախանձեն։ Այս տղային ճանաչում եք։ Տեսողությունս մի քիչ լավ չի, մի քիչ մոտիկ բերեք տեսնեմ, չէ՞։ 22 տարեկան Պարքևն է, պարոն Պողոսյան, որին էջ միացնում, դաժանաբար ծեծել են, ցեխաջրի պատճառով, տեսախցիկների առջև, եւ երբ որ այս տղան 13 օր գտնվել է կոմայի մեջ, ձեր քննիչները այս տղայի մորը, տատիկներին, պապիկներին, հորքուրին, հարսներին, տալներին հրավիրել են հարցաքննության եւ ընտանեկան դրությունների մասին ինչ որ հարցադրումներ են տվել։ Օրինակ, այս տղայի մորը հարցրել են, թե ինչ հարաբերություններ ունես քո հարսի հետ։ Այս ոչինչ, կարող է կեսդրույքով էլ ընտանեկան հոգեբաններ են աշխատում մեր քննիչները, բայց նաեւ ուղղորդել են ընտանիքի անդամներին, դուք չգիտեք ովքեր են այս ինչի տղաները, որոնք որ ծեծել են ձեր տղային։ Դա քննիչի, պրոֆեսիոնալ քննիչի գործելավոճ է։ Այսինքն քննիչը իր աշխատանքը իրականացնելու փոխարեն 13 օր գործ անելու փոխարեն այս տղայի մորը ուղղորդում է դեպի սպանություն կատարողի ընտանիք։ Հիմա հաջորդ նկարն եմ ցույց տալիս, որ դուք հասկանաք, թե ինչի է մեր քննչականի վիճակը այսօրի։ Այս ի՞նչ է, պարոն Պողոսյան։ Այս քննիչները զինվորներ են, թե ոստիկաններ են։ Այս շարահրապարակում իրանց շարեն։ Որ ձեզ չես տա։ Իդեպ Արմավիրի քննիչներն են։ Դեռ չես տեն տալի։ Հա, լավ, չեն տալիս։ Չէ, դեռ չես տեն տալի, ինչի՞ եք ապատեղեկատվություն տարածում։ Ինչի՞ շարեք քննիչ։ Դուք չես տալը տարբերում եք, որնա։ Պարոն Պողոսյան, ես շատ բան եմ տարբերում։ Ես ասում եմ, դուք շարել եք, որ Դին Խամոյան ամփոփեք։ Պատասխանը։ Հարցը, մի րոպե, հարցը ձևակերպեմ։ Պարոն Պողոսյան, քննիչները ոչ ոստիկան են, ոչ էլ զինվոր են, եւ ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսել, որ որևէ քննչականի պետ քննիչներին շարի, որ չգիտեմ, զեկույց տան այս ֆորմատով շարահրապարակում, ես նման բան անկեղծ եմ ասում, չեմ տեսել։ Այն վատ նախկին անգամ իշխանությունների օրոքել։ Ես կարծում եմ, որ ներողություն եմ խնդրում, բայց դուք ձեր քննությունը քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում տապալել եք։ Շնորհակալ եմ։ Պարոն Պողոսյան, թե բացահայտել եք, բա որ չբացահայտեիք, ինչ եք անելու, էլի։ Չէ։ Հենց բանը դեպքը բացահայտվել է, բա որ չբացահայտվեիք, ինչ եք նել։ Շատ բարի։ Տիկին Խամոյան։ Ձեր վերջի գնահատականը լավագույն ցուցիչն է, ձեր վերջի գնահատականը, որ իրականում
ես պատշաճ եմ իրականացնում իմ լիազորությունները։ Ձեր հենց վերջի գնահատականը, սա մեկ։ Եվ երկրորդ։ Դուք նախ ապատեղեկատվություն եք տարածում կոնկրետ դեպքի հետ կապված, խեղաթյուրում եք իրականությունը։ Կոնկրետ Արմավիրի դեպքի հետ կապված։ Դուք միջև վերջ լսեք։ Նախ տեղեկացնեմ, որ այդ քրեական վարույթը տեղափոխվել է կենտրոնական ստորաբաժանում ՀԿԳ քննության գլխավոր վարչություն։ Երկրորդ, դուք նշում եք, որ քննիչը հարցաքննել է հարազատներին, ձեր բառերով եմ ասում, ուղղորդել է, որ ցուցմունքներ տան ենթադրում եմ, հանցանք կատարած անձանց վերաբերյալ։ Տիկին Խամոյան, ի գիտություն ձեզ յուրաքանչյուր քրեական վարույթով, երբ որ տեղի ունենում հանցագործության դեպք, որը որ դուք այդպես էլ իմ կարծիքով չընկալեցիք, թե ինչ է հանցագործության դեպքը։ Ես օրենքով բացատրեցի։ Դուք նշում եք, որ հարցեր ա տավել։ Բայց քննիչը չպարզի յուրաքանչյուր հանցագործության դեպքով շարժառիթը, անձանց միջև փոխհարաբերությունը, թշնամական հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը։ Բայց քննիչը էլ ինչ հարցեր տա։ Ձեր մտահոգությունը ո՞րն էր, որ այդ հարցերը չտա։ Քննիչներին ասենք թե օրինակ այս հանգամանքները դա օրենքով պարզաբանման ենթակա հանգամանք է։ Օրենքով պարզման ենթակա հանգամանք է, շարժառիթը պարտադիր է, պարտադիր։ Դա Տիկին Խամոյանին դուր կգա, թե դուր չի գա, քննիչի պարտականությունն է, որպեսզի պարզի շարժառիթը, այդ թվում իմ կողմից մատնանշված հանգամանքները։ Սա մեկ։ Այս մասով այսքանը եւ դրանով ունենք նաեւ կարգավիճակ ունեցող անձինք այսքանը։ Ես այդ գործով ճիշտ ասած ձեր մտահոգությունը առնվազն չհասկացա, իսկ նկարը, լուսանկարը ինձ ցույց տալը քննչական կոմիտեի նախագահին, որ դուք ցույց եք տալի դուժողի նկար, ասենք դուք ինչ եք ակնկալում, օրինակ պետք է բոլոր դուժողներին նկարներով ճանաչեմ։ Չէ, ինչի եք այդ լուսանկարը բերում։ Ես հասկանում եմ, որ դուք հիմա ասենց ուզեցաք ասենց ինչ-որ, չգիտեմ, այդ հարցադրումը նստակ, որ ինչ-որ շոուի վերածվի, բայց ես այդ նկարը ինչ պետք է ասեր ինձ, էլի, որ այդ նկարը ինձ ցույց տվեցիք, Տիկին Խամոյան։ Հաջորդը, ձեզ մտահոգել է, որ Չէ, դուք լուսանկար եք ցույց տալ ինձ, հարց եք տալի, ասում եք ճանաչում եք, թե ոչ։ Ես ասում եմ, եթե մի գործողություն անում են կամ հարց տալիս են, դա իմաստ պետք է ունենա, չէ՞։ Հիմա ես չհասկացա իմաստը ո՞րն էր քննչական կոմիտեի նախագահին տես նկարը ցույց տալ եւ ասել ճանաչում եք թե ոչ։ Լավ, ինչևից է։ Ինչ վերաբերում է ձեր վերջի մտահոգությանը։ Այո, նախ նշեմ, դուք դարձյալ ապատեղեկատվություն տարածեցիք, որ ինձ պատվի են առնում։ Սա մեկ։ Երկրորդը, քննչական կոմիտե, դուք երևի ուշադիր չեք։ Նախկինում ուշադիր չեք, դուք կենտրոնացել եք մենակ քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանի վրա։ Դուք շատ sense մի քիչ երկար հետ գնացեք եւ նույն պատկերների ականատես կլինեք։ Սա ոչ թե ասում եմ, որ ես ուզում եմ արդարանամ, սա ես ուզում եմ ձեզ ի գիտություն հայտնեմ, որ սա նորմալ է։ Երբ որ ես այցելում եմ, մարզային այցելություններ եմ կատարում եւ քննիչներին մեկ առ մեկ բարևում եմ, մեկ առ մեկ։ Դուք վիդեոն նայեք, տեսագրությունը նայեք եւ կտեսնեք, որ մեկ առ մեկ բարևում եմ։ Հետևաբար սա տարական հարգանքի նշան է կոմիտեի նախագահի նկատմամբ։ Ավելին, դուք տեղյակ եք, որ նաեւ քննչական կոմիտեում կան եւ արկա են զինվորական ծառայություն իրականացնող քննիչներ։ Դուք տեղյակ եք, տեղյակ չեք։ Չէ, դուք որ տեղյակ եք, դուք իսկ թվում է բայց դուք տեղյակ չեք եւ հետեւաբար այս հարցը համարում եմ սպառված, Տիկին Խամոյան։ Շնորհակալ եմ։